2 мая в Доме культуры Российско-Армянского университета состоялось торжественное закрытие Универсиады 2025. Мероприятие собрало студентов из ведущих вузов страны, став завершающим аккордом многодневных соревнований. С приветственным словом к участникам обратились ректор ООО профессор Эдвард Сандуян и начальник военной академии имени Вазгена Саркисяна Арсен Мангасарян. Իսկապես շատ ուրախ եմ և հպարտ, որ մեր համալսարանում, հայրուսական համալսարանի տարածքում շուրջ 1 ամիս 23-24 օր շարունակ ամենօրյա հետևվածքով մենք հնարավորություն ունեցանք հավաքագրելու Հայաստանի Հանրապետության բոլոր համալսարանների ամենաակտիվ ուսանողությանը գեղեցիկ ուսանողական երիտասարդական միջավայր և այս ամենը և սիրով և պատվով ուզում եմ հայտարարել, որ տեղի է ունենում արդեն երրորդ անգամ Հայրուսական համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հետ միասին պաշտպանության նախարարության հովանու ներքո մեր համալսարանը ուսանողակենտրոն վայր է։ Մենք սիրում ենք, երբ ուսանողությունը, երիտասարդությունը այստեղ ինքնուրույն, անկաշկանդ, առանց որևէ սահմանափակումների, առանց կարմիր գծերի, ուղղակի սենց շատ ազատական միջավայրում շփվի և սովորություն դառնա։ Ես տեսնում եմ տարեցտարի ոնց է միջոցառումը մեծանում, ոնց են մասնակիցները մեծանում և ավելի լուրջ է մոտիկանում բոլոր մրցազևերին։ Ես կարող եմ ասել, որ ռազմական ակադեմիայի կուրսանտները իրականում, երբ որ ավարտվում է, սկսում ենք մենք նախապատրաստական աշխատանքներ կատարել հաջորդ մրցմանը մասնակցելու համար և զինվորական ծառայությունը և զինվորական համակարգը, ինչպես գիտեք, փակ համակարգ է և սա այն միջոցառումն է, որտեղ որ մեր կուրսանտները իրականում իրենց ներկայությամբ, իրենց մասնակցությամբ նաև հենց ուսանողական կյանքն են վայելում և իրենց ակադեմիայի տարածքից դուրս գտնվելով կարողանում են արդեն լիակատար համարել որպես ուսանողներ, շատ կարևոր եմ համարում մեր համար, ընդհանուր բոլոր մասնակից բուհերի համար մեկ հարկի տակ հավաքվելը և մշակութային, սպորտային միջոցառումներին համատեղ մասնակցության ընկերանալը։ Երդացել են քեզ համար սահման, սիրտս բաբախով, ես եմ իրենու հախով, գլխիս դրավիչ էր ակույնան, գրիվ գտամ երկյամ, բացր գվահեն ես գորունը, ողամիվ է իմ բանան։ На протяжении месяца студенты соревновались в 3 направлениях – спортивном, культурном и интеллектуальном. Эмоции, азарт, творчество. Каждый день приносил новые победы и открывал новые таланты. Շատ լավ տպավորություններով եմ տուն գնացել, որովհետև շատ պրոֆեսիոնալ էին, շատ սիրուն էին երգում, շատ սրտով և հոգով էին բեմերում։
Очень было здорово. Выступали все очень хорошо. И очень трудно было принимать решения. Но я должен также сказать, что жюри, мне кажется, справилось с работой и максимально объективно вынесло, так сказать, решение. Եվ պետք է այս միասնությունը, այս միությունը, այս համատեղ մրցում, բայց այնքան մրցում չի, ինչքան կարևոր է, որ այս համերաշխությունը ստեղծվեց երկար տարիներ պահվի։ Միջոցառումը կհասնի վերջնական նպատակին, եթե բոլորի մեջ տիրի ընկերություն, հարազատություն, փոխադարձ օգնություն։ Այս ուսանողական խաղերը, այս ուսանողության մեջ սպորտային խաղերը ոչ մի բանով չի տարբերվում։ Եթե տարիներ առաջ մեզ մոտ ուղղակի մասնակցության համար էին մեր ուսանողները մասնակցում, այսօր արդեն բոլորը հաղթելու համար են մասնակցում։ Եվ շատ հետաքրքիր մարտեր է տեղի ունենում։ Ես ինքս ներկայ եմ եղել եւ վոլեյբոլի եւ ֆուտբոլի եւ մնացած բոլոր հավատացեք պրոֆեսիոնալ խաղեր են գնում եւ այսօրվա մեր հաղթողները իսկապես արժանի են իրենց մեդալներին։ Հենց ուսանողների ներգրավվածությունը ես շնորհակալ եմ դրա համար եւ ուսանողական ֆեդերացիան ունի նաեւ ծրագրեր կապված հենց ուսանողական խորհուրդների հետ եւ վստահ եմ, որ այս միջոցառումը այդ ծրագրերի մեջ կարևոր դերակատարում է ունենալու։
присутствующим обратилась советник ректора по работе с молодежью РАУ Репсима Маркарян. Университетն եւս մեկ անգամ կառուցավ, հավաքվելով հայ երիտասարդությանը այսքան հայկական ու այսքան գեղեցիկ միջավայրում։ Շնորհակալություն ձեզ բոլորին եւ ինչն է կարեւոր իհարկե, որ ունիվերսիտետան շարունակում է ապրել եւ շարունակում է ձեզ համախմբել հենց հայ-ռուսական համալսարանում։ Призовые места распределились следующим образом. Третье место – Американский университет Армении. Второе место поделили Российско-армянский университет и Военная академия имени Вазгена Саркисяна. Победителем универсиады 2025 стал Ереванский государственный университет. Также призеры получили современные компьютеры от Ассоциации армянских предпринимателей. Подарки вручила выпускница РАУ, исполнительный директор ассоциации Гуар Гумашян. Универсиада завершена, но эмоции победы и дружба, рожденные здесь, останутся с участниками надолго.